ձեր սահմանած բարեկարգության կանոնների շրջանակի մեջ չէր մտնում։ Կզցնել բառներ օգտագործում, ինչու չընդհատեցիք։ Ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելը ուղիղ վիրավորանք Ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցին։ Այսինքն դուք Ի տարբերություն իդեպ ընդդիմադիր գործիչների, որոնք երեք առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացումը արեցինք ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ որ ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ եւ մեր սերունդներին։ Բայց ինչեւ է օրինալ լինեն նրանք։ Հիմա երբ որ արդեն ծափահարում են, երբ որ կաթողիկոսի անունը Ավազանի անունով Չեն ծափահարում, դմդմփացնում են, դրանք տարբեր բառեր են։ Ձեր մասն եմ, երբ որ Ավազանի անունով է կոչում, դուք ծափահարում Չէ, եք։ մենք ծափահարում ենք իրենց դմդմփացնելու։ Մենք սիրում ենք որ դմդմփացնեն։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ավարտվեց, երեք Փաշինյանը վերջ դրեց այդ պրակտիկային ընդդիմություն իշխանություն։ Չգիտեմ, դե առնվազն հա ինչ որ մի հատվածում սկսվեց լրության տակ հնչել այդ անունը։ Չգիտեմ, չեմ կարծում սա ամենակարևորը։ Բարեբարքության այս կանոնը շարունակվում է ձեր կարծիքով, թե ամեն Հա իհարկե շարունակվում, չեք զգում։ Ինչով է շարունակվում։ Ամեն ինչով։ Սրիկայաբարը պարոն Ռուբինյան օրինակ կոնկրետ ուղղված էսպես, երբ որ ասեն շոուց այդ հայտարարությունը չեցվեց, մեծ աղմուկ բարձրացեց Սրիկայաբար։ Էդ էլ էսպես Ում անձնավորել, որ դուք ասում եք ոչ մեկին Դե հիմա ինչ, այսինքն հիմա ձեր ասած ինչն է։ Անձնավորված էր, ասես դուք Սրիկայաբար ես ինչ։ Իհարկե, էլի հարգելի գործընկերներ, ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դրա կոնտեքստում է, չէ՞, ասում է ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ինչն է վիրավորում։ Ինչու վարչապետին չարեցիք նկատողություն եւ նույն պիղծ բառի համար Որովհետեւ կոնկրետ այդ դեպքում պիղծը բնականաբար վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու, ով Աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ եւ զբաղվել է պղծությամբ։ Պղծություն չի, երբ որ բարձրաստիճան հոգեվորականը Աստծո առաջ տրված իր ուխտը կուսակրոն լինելու խախտում է, դա պիղծ բարի, պղծություն բարի, դասական, ներող դե կթողեք ավարտել։ Սրիկայաբար բառը գնահատական չի, դա արդեն վիրավորանք է։ Գնահատական չէ։ Լսեք, ես հասկանում եմ, որ Ազատություն ռադիոկայանը դարձել է Էդգար Ղազարյանի փաստաբանը, ինչը շատ բան է խոսում Ազատություն ռադիոկայանի որակի կտրուկ անկման վերաբերյալ մի ընդհատեկից։ Ես հասկանում եմ նաև, որ ազատությունը ինձ ընդհատելու հաճախականությամբ էլ է մանրից մոտենում, ասենք, չգիտեմ, TV5-ի հաճախականությամբ, բայց թողեք մինչև վերջ ավարտեմ։ Իմի բերելով, եթե ձեր հարցերը հետևյալն են, ինչու է վարչապետը, ինչու պիղծ բառը կոնկրետ այդ կոնտեքստում չի համարվում վիրավորանք, շատ պարզ, որովհետև խոսվում է այն մասին, որ բարձրաստիճան հոգեվորականը խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը եւ զբաղվել է պղծությամբ։ Ինչու է Սրիկայաբար բառը վիրավորանք, որովհետև Սրիկաբառը վիրավորանք է, հենց տենց, չգիտեմ, բառարանը բացեք, կարդացեք ինչի է վիրավորանք։ Ռուբինյան այսօր Ռուսաստանի Պետդումայի նախագահն այդ հոչում սխալում հայտարարություն